Այսօր մի թեմայի մասին կխոսեմ, որի մասին մտածելիս հասկացա, որ մարդու ամենակարևոր ու անբաժանելի մասերից մեկն է։ Այսօր խոսելու եմ հաղորդակցության մասին։ Ընդհանրապես ես իմ տեսակով սիրում եմ հետաքրքրվեմ, սիրում եմ փորփրեմ գտնեմ ինչ-որ տեղեկություններ, աստվածաբանների սահմանումներ, այն թեմաների մասին, ինչի մասին որ խոսելու եմ, ու այս խոսքը բացառություն չի։ Տարբեր գիտահետազոտական փորձեր տեսա, որ գցել էին ինտերնետում, որտեղ փորձեր են կատարում ու հասկանում են, թե մարդը ինչպես է հաղորդակցում կամ ինչպես է հաղորդակցությունը կապված մարդու հետ։ Ու այդ փորձերը հիմնականում վերջին արդյունքը այդ փորձերի ցույց տվեց, որ մարդը առանց հաղորդակցության չի կարողանում երկար ժամանակ մնալ։ Հավաքել էին որոշ մարդկանց խումբ, տարբեր տեսակի մարդկանց, տարբեր խառնվածքների, տարբեր իրավիճակների մեջ գտնվող ու ամեն մեկին թողել էին առանձին սենյակներում, իրանց մոտ թողնելով մի անշունչ առարկա։ Ու կողքից հետևում էին այդ մարդկանց շարժու ձևին, թե ինչ է կատարում այդ մարդկանց հետ։ Կային այդտեղ սովորական նորմալ մարդիկ, ու մոտ ամեն բան նորմալ էր, կային մարդիկ, ովքեր սթրեսների կամ դեպրեսիայի մեջ էին, ու որոշ ժամանակ հետևելով տեսան, որ սկսեց սթրեսի մեջ եղող մարդը շփվել այդ անկենթան ինչ-որ իրի հետ, ու սկսում էր հաղորդակցվել, սկսում էր պատմել այն, ինչ որ կար իր սրտում, ինչի համար է ինքը հայտնվել այդ սթրեսի մեջ։ Ու 1, 2, 3 ու բոլորը սկսեցին հաղորդակցվել։ Ճիշտ է, նորմալ մարդը ընդհանրապես շատ ուշ սկսեց հաղորդակցվել այդ անշունչ առարկայի հետ, բայց ի վերջո բոլորը սկսեցին հաղորդակցվել, բոլորը սկսեցին շփվել։ Ու սա ցույց տվեց, որ մարդը միշտ կարիք է զգում շփման։ Ու մի օրինակ էլ բերեմ, որպեսզի ավելի պարզ դառնա, կարծում եմ բոլորս տեսել ենք փոքր երեխաների, որ ժամանակ է գալիս, որ իրանք խաղում են, խաղալիքները հավաքում են ու մի հատ շրջան են կազմում ու սկսում են ինչ-որ խոսակցություններ ստեղծեն խաղալիքների մեջ։ Իրենք սկսում են խոսեցնել այդ խաղալիքներն իրար հետ ու հաղորդակցություն են ստեղծում։ Ու հենց սա է ցույց տալիս, որ մարդը միշտ կարիք ունի հաղորդակցման։ Ու հենց այդ հաղորդակցման կարիքն է, ծարավն է, որ մարդկանց մեջ դրել է, որպեսզի խորանան, ուսումնասիրեն այդ հաղորդակցություն տերմինը ու ստեղծեն հաղորդակցության տարբեր ձևեր, տարբեր մեթոդներ, որոնցից հիմնականներն են մեզ շատ ծանոթ բանավոր ու գրավոր հաղորդակցությունը։ Բանավոր հաղորդակցությունը սկզբից էլ մարդկանց մեջ եղել է, մարդիկ իրար շփվել են բանավոր ձևով, իսկ գրավոր ձևը մի քիչ ավելի ուշ է ի հայտ եկել, բայց իր շատ կարևոր ներդրումն է ունեցել մարդկության պատմության մեջ։ Նաև եղել են մարդիկ, ովքեր չեն կարողացել օգտվել այս բանավոր կամ գրավոր հաղորդակցման ձևերից։ Օրինակ մարդիկ կան, ովքեր եղել են խուլ կամ համր կամ կույր, ու այս մարդկանց համար առանձին հաղորդակցման ձևեր է պետք եղել։ Ու քանի որ իրանք կարիք ունեն միշտ հաղորդակցման, ձգտել են ու ստեղծել են իրանց հարմար հաղորդակցման միջոցները։ Հիմնականում խուլերի ու համրերի համար կիրառվում է ժեստերի հաղորդակցման ձևը, այսինքն ստեղծել են շարժումների ինչ-որ մի համակարգ, ինչ-որ մի այբուբեն, որոնց միջոցով նրանք կարողանում են իրար հետ հաղորդակցվել։ Իսկ կույրերի համար կիրառվում է բրայլի համակարգը, մեր բառերով ասած շոշափման հաղորդակցման ձևը։ Այսինքն ստեղծել են կետային որոշակի համակարգ, որը հարթության վրա անհարթություն են պատկերում կետերի միջոցով ու մարդիկ շոշափելով կարողանում են ինչ-որ բաներ կարդալ։ Ամեն մի կետը ունի իր նշանակությունը ու հաղորդ են լինում այդպես պատմության հետ։ Շատ ժամանակ կարող տեսած լինեք պատմամշակութային կոթողներում այդպիսի բաներ դրված։ Ու շատ էլի հաղորդակցության տարբեր ձևեր կան, մանավանդ տեխնոլոգիաների զարգացման համահունչ նաև զարգանում է հաղորդակցությունը։ Արդեն ի հայտ են եկել հաղորդակցման հեռավար ձևերը։ Մենք կարողանում ենք տեսազանգով աշխարհի մեկս մյուս ծայրից հաղորդակցվել մեկս մյուսի հետ, ու սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր մաս է մարդու կյանքում կազմում հաղորդակցությունը։ Հաղորդակցման միջոցով մենք կարողանում ենք մեկս մյուսի մասին կարծիք ձևավորել։ Այսինքն հարց ու փորձի միջոցով մենք հասկանում ենք, թե ինչպիսի մարդ է մեր դիմացին է։ Այո, շատ ժամանակ առանց հաղորդակցվելու նայելով մարդու շարժու ձևին, նայելով մարդու կեցվածքին, նայելով մարդու հագնվածքին կարողանում ենք առաջ հայացքից կարծիք կազմել մարդու մասին, բայց ավելի խորը գնալու համար, ավելին հասկանալու համար
որպեսզի հասկանանք, թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչ դիրք ունի ինքը, պիտի հաղորդակցվենք, պիտի խոսենք այդ մարդու հետ, որովհետև շատ ժամանակ առաջի հայացքը խաբուսիկ է։ Ու ես այսօր կուզեմ կենտրոնանամ հոգևոր հաղորդակցության երկու հիմնական ձևերի վրա։ Ես այս ձևը նմանեցնում եմ ծառի էտման, երբ որ ծառը աճում է, բնից դուրս են գալիս մի քանի ճյուղեր, ու խելացի այգեգործը չի թողնի, որ ենթադրենք 7-8 ճյուղը միևնույն ժամանակ իրար հետ աճեն։ Գնում է, տեսնում է, թե որ ճյուղն է ավելի պարարտ, ընտրում է 1-2-ը ու թողնում է դրանք, իսկ մյուսը էտում է։ Հիմա ես այդ ձևը կկիրառեմ ու կետեմ մնացած հաղորդակցման ձևերը, ճիշտ է, հոգևոր կյանքում շատ են հաղորդակցման ձևերը, բայց կկենտրոնանամ հիմնական երկուսի վրա, որպեսզի ավելի պարզ դառնա, ավելի խորանանք այդ երկուսի վրա։ Ու այդ երկուսը, ինչպես մեր ֆիզիկական կյանքում, այնպես էլ հոգևոր կյանքում բանավոր ու գրավոր հաղորդակցման միջոցներն են։ Աղոթքը որպես բանավոր միջոց, Աստվածաշունչը որպես գրավոր միջոց։ Սկզբից կխոսեմ աղոթքի մասին։ Աղոթքի մասին խոսելով ցանկացածը կարող է ասել, որ աղոթքը հոգևորի կյանքի անբաժանելի մասն է։ Աղոթքը հոգևորի կյանքի այն պահից, որ ինքը դառնում է հոգևոր, միշտ առաջնորդում է իրան մինչև վերջ, որովհետև հենց սկզբից, երբ որ գալիս ես ապաշխարության, ուղղակի դու չես ասում ես ապաշխարեցի։ Աղոթք է արվում քո համար, դու ապաշխարության աղոթք ես անում, հանձնվում ես Աստծուն։ Քո կյանքի ընթացքում գալիս են տարբեր խնդիրներ, որոնց հաղթահարման համար դու աղոթում ես, քեզ պետք է աղոթքը, ու կուզեմ կենտրոնանամ այն բանի վրա, որ հաղորդակցության միջոցով, աղոթքի միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն։ Շատ կարևոր է ճանաչել Աստծուն, ինչպես մարդկանց ենք ճանաչում իրենց բնավորությունը, շատ կարևոր է, որ ճանաչենք Աստծուն, նրա բնավորությունը, թե նա ինչ դիրք ունի, թե նա ինչ է մտածում մեր մասին, թե նա ինչ է մտածում այս կամ այն հարցի լուծման մասին։ Հոգևորը միշտ պիտի նպատակ ունենա ուսումնասիրել Աստծուն, մոտենալ նրան, հասկանալ նրա բնույթը։ Ու ինչպես մարդկանց ճանաչելու մեջ, այնպես էլ Աստծուն ճանաչելու մեջ, այս բանավոր ձևում, շատ կարևոր մի գործիք կա, որը իր օգտակարությամբ իմ կարծիքով գերազանցում է մնացած գործիքներին, ու ես այդ գործիքին անվանել եմ հարց ու պատասխանի գործիք։ Այսինքն մարդկանց ճանաչելու համար մենք հարց ենք տալիս, ենթադրենք ինչ գույնն է քո սիրած գույնը, ինչ է սիրում ուտել, ու դրանով մենք ճանաչում ենք այդ մարդկանց։ Նույնպես եւ Աստծուն ճանաչելու համար մենք կիրառում ենք այս գործիքը շատ ժամանակ։ Հարց ենք տալիս ու Տիրոջից սպասում ենք պատասխանը նրան ճանաչելու համար։ Բայց ցավոք սրտի որոշ ժամանակ մենք այդ հարց ու պատասխան գործիքը սխալ ձևով ենք օգտագործում, մի քիչ փոփոխված տարբերակով։ Հարց ենք տալիս, բայց պատասխանը սպասում ենք միջնորդի միջոցով։ Սպասում ենք, որ ինչ-որ մեկը պիտի մեր համար հայտնություն ստանա, պատասխանը ստանա ու գա մեզ ասի այդ պատասխանը։ Երբ որ ինձ հարց են տալիս իմ աչքերի մեջ նայելով, ես չեմ պտտվում այդ հարց տվողի կողքին կանգնողին պատասխանում իր հարցը։ Ես պատասխանում եմ այն մարդուն, ով որ ինձ հարց է տվել։ Ու իրականում այդ հաճելի է, երբ որ ում հարց ես տալիս, ինքն է պատասխանում։ Մանավանդ երբ որ հարց ես տալիս Աստծուն, որովհետև միջանձնյա հարաբերության մեջ հնարավոր է այն դեպքը, երբ որ դու հարց տաս, ու մարդը չիմանա այդ հարցի պատասխանը, ասի չգիտեմ, բայց Աստծու հետ հաղորդակցման ժամանակ, երբ որ դու Աստծուն հարց ես տալիս, այնպես հնարավոր չի, որ ինքը չգիտի պատասխանը։ Նա գիտի եւ այոն եւ ոչը։ Ուղղակի որոշակի ժամանակ է պետք հասկանալու համար պատասխանը։ Ու այստեղից գիտենք, որ պատասխանը հենց ուղիղ մեզ է գալիս։ Այսինքն սկզբից հենց Աստված չի որոշում, որ պիտի ուրիշ մեկին ասի այդ պատասխանը նոր գա մեզ, հենց մեզ է ուղիղ գալիս։ Այդպիսի դեպքեր լինում են, որ մարդը Աստված ուրիշին է ընտրում, որպեսզի բերեն ու պատասխանը հասցնեն մեզ, որովհետև շատ ժամանակ մենք չենք հասկանում ուղղակի իր ուղիղ պատասխանը։ Մենք մտածում ենք, որ ուրիշից պիտի գա պատասխանը ու ուշադրություն չենք դարձնում, թե Աստված ուղիղ ինչ ասում մեզ։ Մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի պարզ դառնա։ Մենք մի քանի հոգով որոշ ժամանակ առաջ վիճում ենք որոշակի մաթեմատիկական տերմինի վերաբերյալ ու 3 հոգով փորձում ենք մի հոգում բացատրել այդ տերմինը։ Մենք մեր տեսանկյունն ենք բացատրում, որը որ հիմնավորված էր իհարկե, իսկ այդ մարդը իր տեսանկյունն էր բացատրում ու չէր համակերպվում մեր տեսանկյան հետ։ Մենք ինչքան բացատրեցին, չկարողացանք ու հարկ եղավ կողքից ինչ-որ մեկին, ով ընդհանրապես տեղյակ չի այդ մեր խոսակցության մասին, մարդ ներգրավել,
որպեսզի ինքը բացատրի այդ մարդուն։ Կանչեցինք ու ասեցինք, էս բանը, ու ինքը բացատրեց, այդ մարդը հասկացավ։ Այսինքն շատ ժամանակ մենք ուղղակի ակնկալելով ուրիշի պատասխանը չենք կարողանում ընկալելու, հարկ է առաջանում կողքից մարդ ներգրավելու մեր կյանքում։ Իրականում այնպես չի, որ Աստված ձգտում է մեզ ինչ-որ պատասխան տալու, մենք ենք հարցը տալիս, ուղղակի ինքը պատասխանում է մեր հարցին։ Պատասխանը մեզ է օգտակար, որովհետև մեր մոտ առաջացած հարց, պատասխանը մեզ է հարկավոր։ Ու այս ձևով ժամանակի կորուստ է տեղի ունենում, երբ որ մենք մտածում ենք, ինչ-որ մեկը պիտի գա միջնորդի միջոցով մեզ պատասխան տա, որովհետև այնքան է հեշտ չի նաև Աստծուց ուղիղ պատասխանը ստանալ ու ժամանակի առումով էլ քիչ չի պահանջվում Աստծուց ուղիղ պատասխան ստանալ։ Ու այս միջնորդական պատասխան ստանալու վերաբերյալ կասեմ, որ շատ ռիսկային է, որովհետև այդ ժամանակաշրջանում մարդիկ շատ ժամանակ նմանվում են սոփեստների։ Սոփեստները այն մարդիկ էին, ովքեր փորձում էին ճշմարտանմանը անցկացնել ճշմարտի տակ, ու իրանք այդ գործում շատ պրոֆեսիոնալ էին։ Շատ ժամանակ մեր կյանքում մենք էլ ժամանակը գալիս, որ Աստծուն հարց ենք տալիս, ակնկալելով նրանից ուղիղ պատասխան, չնայած որ մեր մտքում այնա, որ միջնորդով պիտի գա պատասխանը, ու այդ ժամանակահատվածում մեր մտքի, մեր մտածածի վերաբերյալ ասում ենք, որ այս Աստծուց է ու փորձում ենք տեղավորել ճշմարտի տակ, այսինքն Աստծու ասածի տակ, բայց իրականում դա այդպես չի։ Ու սա շատ սխալ ձև է հաղորդակցման։ Աղոթքը հասկացանք, որ ընդհանրապես մեր կյանքի ամենակարևոր հաղորդակցման միջոցներից է հոգևոր կյանքում, ու մի քիչ էլ կուզեմ անդրադառնամ Աստվածաշնչին, Սուրբ Գրքին որպես հաղորդակցման միջոց։ Համեմատություն տանեմ Աստվածաշնչի եւ Օրենսգրքի միջև։ Օրենսգիրքը մեզ տված գրավոր փաստաթուղթ է։ Օրենսգիրքը չի փոխանցվել մարդկանց այդ բանավոր խոսքի միջոցով, քանի որ տեսնում ենք, թե պատմությունները ինչքան են փոփոխվում ժամանակի ընթացքում։ Հնարավոր չէր այս պատմությունը, այս օրենքի գիրքը փոխանցել մեկս մյուսին, այսքան սերունդների ժամանակահատվածում, որ ինքը անցել է, ճիշտ ձևով։ Ու հենց այդ նույն տրամաբանությունը կիրառվում է նաև օրենսգրքում։ Հնարավոր չի օրենքները այս սերունդների միջև փոխանցել առանց փոփոխությունների։ Ու տեսել ենք իրավաբանների, փաստաբանների, ովքեր ուղղակի սնված են այդ օրենքի գրքով։ Իրանց երբ որ արթնացնես ինչ-որ հարց տաս օրենսգրքից, իրանք առանց մտածելու պատասխանում են, իրանք այդտենց սնված են, այդքան հաղորդ են եղել այդ օրենսգրքի հետ ու կարողանում են պաշտպանել ու օրենքով շարժվել։ Շատ ժամանակ փաստաբանները, երբ որ հարկ է լինում, որ ինչ-որ մեկի շահերը պաշտպանեն կամ ինչ-որ մեղադրյալի ազատեն այդ դատավճռից, շատ են լինում իրանց հետ հաղորդ, այսինքն աշխատում են ամեն բան իրանց լեզվից քաշեն, ամեն խոսք, ինչ ա եղել, ոնց ա եղել, որպեսզի փաստարկներ ունենան։ Նույնը եւ մենք պիտի անենք Աստծո գրքից։ Աստծո գիրքը մեզ տված օրենքների մի գիրք է, որը նաեւ բնութագրում է Աստծուն։ Մենք կարող ենք հասկանալ, թե Աստված ինչ սահմաններ է դնում մեր ու մեղքի միջև, Աստծուն ինչն է հաճելի, ինչը չէ։ Ու շատ կարևոր է մեր կյանքում պայքարները հաղթելու համար կերած լինենք այս գիրքը, ուսումնասիրած լինենք այս գիրքը, որպեսզի կարողանանք պայքարել։ Գիտենք, որ մեր ժամանակներում շատ են տարբեր սուտ ուսմունքները, ու որոշները շատ նման են հենց Աստվածաշնչին, Աստվածաշնչից են վերցված ու փոփոխված են։ Ու շատ կարևոր է իմանալ ճիշտը, որպեսզի կարողանանք պայքարել այդ ամենի դեմ։ Ու Աստվածաշունչը մեզ հաղորդադարձում Աստծու հետ, մենք հասկանում ենք Աստծուն, մենք հասկանում ենք Աստծու բնավորությունը։ Այսքան ընդհանուր հաղորդակցության մասին, ու կուզեմ նաև խոսեմ հաղորդակցություն ծառայության մասին, որպես ծառայություն։ Շատ ծառայություններ կան եկեղեցում, միայն երգչախմբի ծառայությունը չի, խոսքի ծառայությունը չի, նաև հաղորդակցությունը իր դերը ունի, իր տեղը ունի ծառայությունների մեջ։ Ու ինչպես Սուրբ Գիրքն է ասում, հաղորդակցությունը պտղաբեր է, ու դրա մասին կարդանք Փիլիմոնի 1:6 համարում։ Գրված է, որ քո հավատքի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտությանով, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսում է։ Ու կարդամ մի ուրիշ թարգմանություն վերանայված ձևով, որպեսզի ավելի պարզ դառնա, որ քո հավատի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն
այն ամեն բարի բաների իմացությամբ, որ մեր մեջ է Քրիստոս Հիսուսով է։ Այսինքն հաղորդակցությունը կարող է լինել պտղաբեր։ Այս ծառայության մեջ պտղաբեր կլինես այն ժամանակ, երբ որ քո խորհուրդները, քո հաղորդակցությունը հիմնված լինի այն բարի բաների վրա, որոնք մեր մեջ են Հիսուս Քրիստոսով։ Ու այս Հիսուս Քրիստոսով մեր մեջ բարի բաները ձևավորվում են այն դեպքում, երբ որ մենք հաղորդ ենք լինում Սուրբ Գրքին, կարդում ենք, աղոթում ենք, ու այս ձևով հաղորդ ենք լինում, հասկանում ենք նրա բնավորության գծերը ու կարողանում ենք ճիշտ խորհուրդներ տալ։ Շատ ժամանակ մարդիկ հայտնվում են տարբեր իրավիճակներում, որ կարիք են ունենում խորհրդատվության, կարիք են ունենում մեկի հետ հաղորդակցության, ու անպայման չի դու ինչ-որ ծառայության մեջ լինես, որպեսզի կարողանաս ինչ-որ մեկին ճիշտ խորհուրդ տաս, ուղղակի քո ճիշտ խորհուրդը պիտի հիմնված լինի բարի բաների վրա, որոնք մենք ունենք Հիսուս Քրիստոսով։ Ընդհանուր առմամբ մեր հաղորդակցությունը Աստծո հետ շատ կարևոր է, որպեսզի գտնենք մեր տեղը, շատ կարևոր է, որպեսզի հաղորդակցվենք Աստծո հետ, որպեսզի գոհանանք Աստծուց, շատ կարևոր է, որ հաղորդակցվենք Աստծո հետ, հասկանալով, թե ինչքան բան է արել մեր համար Աստված, հասկանալով նրա բնավորությունը կհասկանանք, որ շատ բաների համար ունենք գոհանալու տեղ, ու շնորհակալ ենք Աստծուց ամեն բանի համար։ Այսքան ներ խոսքը, խնդրեմ կանգնենք աղոթքի։ Փառք ես Տեր ջան, շնորհակալ ենք Տեր ամեն բանի համար, գոհանում ենք, որ դու մեր մեջ ես Հայր, շնորհակալ ենք, որ քեզ հետ հաղորդ ենք լինում Տեր, շնորհակալ ենք, որ այս ժամն էլ ունենք քո խոսքը լսելու Տեր, քո մասին կարծիք կազմելու Տեր, շնորհակալ ենք ամեն բանի համար, խնդրում ենք Տեր Հիսուս ջան, որ դու գաս մեր կյանքերում Տեր, ուզում ենք, որ մեր հաղորդակցությունը քեզ հետ ուղիղ լինի Տեր, առանց միջնորդների Տեր, մենք կանգնենք քո առաջ ու խոսենք ուղիղ ձևով Տեր, մենք կանգնենք ու ասենք ահա մենք Տեր, մեր հարցերը Տեր, ու դու մեզ պատասխանես, մենք լսենք Տեր Հիսուս ջան, որովհետև քո ասածը ուրիշ ձև է, մարդու ասածը ուրիշ ձև Տեր, խնդրում ենք, որ մեզ հաղորդակից անես քեզ հետ Տեր Հիսուս ջան, որպեսզի մենք գտնենք մեր տեղը Տեր, մեր դիրքը քո մեջ Տեր, մենք հասկանանք, թե ինչ սահմաններ ես դու դնում մեր ու մեղքի միջև Տեր ջան, մենք հասկանանք քեզ Տեր, հասկանանք, թե ինչն է քեզ ուրախացնում, ինչը քեզ տրտմեցնում Տեր, շնորհակալ ենք ամեն բանի համար ու խնդրում ենք, որ քո ներկայությունը հաջորդի մեզ մեր հետագա ընթացքի մեջ Տեր, որպեսզի միշտ հաղորդ լինենք քեզ հետ Տեր, գոհանում ենք ամեն բանի համար, ամեն։